Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի ապրումով, որը քիչ առաջ ես ունեցա եւ այդ ապրումը կապված էր այն փաստի հետ, որ ես տեսա, որ ոմն Հայր Սահակ, որին ես հանդիպել եմ Տաթև վանքում, երբ որ մենք այցելում էինք Սյունիքի մարզ, հարցազրույց է տվել եւ ասել է բաներ, որոնք որ ինձ մոտ անկեղծ ասած խղճահարություն եւ միևնույն ժամանակ մեծագույն ափսոսանք եւ ծիծաղ է առաջացրել։ Ես մեջբերեմ ինչ է ասել Հայր Սահակը։ Հայր Սահակը ասել է, որ պատական է հանդիպել ինձ եւ լրագրողի հարցերին ի պատասխան ասում է, որ ընդհանրապես ինքը չի կարող Թուրքին հանձնած Արցախը Թուրքին հանձնած մեկի հետ գնալ ինչ-որ բան խոսել, բարևել եմ ու անցել գնացել։ Ես այդ խմբից որևէ մեկի հետ խոսելու եւ ընդհանրապես շփվելու որևիցե բան չունեմ, ասում է Հայր Սահակը։ Եվ արդարանում եւ ցավոք սրտի ստում է շատ վատ, շատ չեմ ուզում վատ բառեր օգտագործել, շատ տհաճ ձևով, պետք է ասեմ, որ հանդիպումը եղել է շատ հաճելի ինձ համար։ Հայր Սահակը իմ կողմից շատ հարգված Հայր Միքայելի հետ ինձ դիմավորեց հենց մտքի մոտ, հետագայում չթողնելով, որ Հայր Միքայելը որևիցե շփում ունենա ինձ հետ, ինքը միանձնյա ինձ ամբողջ տարածքը ցույց տվեց, քննարկեցինք բոլոր հնարավոր հարցերը եւ Հայր Սահակը ինձ նաև պատմեց այն աշխատանքների մասին, որոնք տեղի են ունենում եւ վերջում մեր հարաբերությունները, մեր շփումը այնքան ջերմ էր անցնում, որ վերջում նույնիսկ ես պատրաստակամություն հայտնեցի, ասի կարող է ինչ-որ բանով ես փորձեմ ինչ-որ ձևով աջակցել, որ ինչ-որ մի մաս շինարարության ֆինանսական առումով փորձեմ ես աջակցել եւ այդ ֆինանսական աջակցության մասով Հայր Սահակը մեծ սիրով պատրաստակամություն հայտնեց եւ իր համարը տվեց իմ խորհրդականին, որպեսզի մենք կազմակերպենք, որ ես ինչ-որ ձևով նաև մասնակցեմ այդ ֆինանսական ծախսին, ինչը շատ ուրախացրեց Հայր Սահակին։ Դուք տեսանյութում այդ ամենը տեսնում եք։ Դրանից հետո Հայր Սահակը մեծ սիրով ինձ ճանապարհեց մինչև մուտք, մինչև իմ ավտոմեքենա եւ մենք շատ սիրալիր ձևով բաժանվեցինք։ Չի կարելի սուտ խոսել, պատվիրաններից մեկը ասում է քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր եւ ես ցավում եմ, որ եկեղեցականը այդքան համարձակություն չունի եւ այդքան վախվորած է եւ այդքան ընկճված է, որ մեր հասարակ շփումը իր մոտ այդպիսի վիճակ է առաջացրել, որ ինքը պատվիրան է խախտում։ Ես ներում եմ իրեն, քրիստոնեաբար ներում եմ իրեն, թող Աստված ների նաև իրեն իր սուտ խոսելու համար, որովհետև ես չեմ ուզում հավատալ, որ նման բարքերը պետք է շարունակեն եւ տեղ ունենան մեր եկեղեցում։ Եվ առիթ օգտվելով նորից ուզում եմ ասել, մեր եկեղեցին լի է, մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին լի է բազմաթիվ պարկեշտ մարդկանցով, որոնց ես իմ ողջուններն եմ ուղարկում եւ շնորհակալություն հայտնում իրենց արած աշխատանքի համար։ Հարգանքներս ձեզ բոլորիդ։ Իսկ Հայր Սահակին Աստված թողների, ես ներում եմ։